Աստծո ողորմությամբ սրտիս կա շատ կարևոր մի հարցի շուրջ խոսեմ։ Աստված Իսրայելին երբ հանեց Եգիպտոսից, ուներ ծրագիր, որ տանի նախապես խոստացած երկիրը Քանանու եւ այնտեղ հանգչեցնի եւ այնտեղ հանգստացնի իր ժողովրդին։ Բայց կարդում ենք Եբրայեցիների նամակի 4-րդ գլխում իրականությունը հետևյալն էր, որ թեև նոր սերունդը, որ ծնվել էր անապատում, նրանք Հեսուի առաջնորդությամբ մտան այդ խոստացված երկիրը, բայց այնուամենայնիվ այսպես է ասում Աստծո խոսքը։ Ու հոս նորեն կսե 4-րդ գլուխ 5-րդ խոսքից, թե իմ հանգիստս պիտի չմտնեն։ Եվ ուստի, որովհետև անոնց կմնա հոն մտնել, եւ անոնք, որ առաջվանե ավետիս արած էին, անավատության համար չմտան, եւ նոր օրմը կսահմանե ու կսե. այսօր Դավիթի բերնով այնքան ժամանակ է յետև, ինչպես ասվեցավ, այսօր եթե անոր ձայնին պիտի լսեք, ձեր սրտերը մի խստացնեք։ Վասնզի, որովհետև եթե Հեսուն հանգչեցուցածը լարզանոնք, ալանքե ետքը ուրիշ օրվա համար չեր զրուցվել։ Ուրեմն Աստծո ժողովրդին հանգիստը կմնա, վասնզի ան, որ անոր հանգիստը մտավ, ալ հանգչեցավ իրեն գործերեն, ինչպես Աստվածալ իրեններեն։ Որովհետև ասում է, ով որ անոր հանգիստը մտավ, 10-րդ խոսքն է, ալ հանգչեցավ իր գործերեն, ինչպես Աստված էլ իրեններեն։ Մտել ենք արդյոք Աստծո հանգիստը, մենք իսկապես կարող ենք վստահ ասել, որ այս խոսքը մեր վրա կատարվել է, որովհետև այ խոստացյալ հանգիստը, այդ երկրավոր հանգիստը չէր, ասում է, եթե Հեսուն նրանց հանգստացրած լիներ, ուրիշ օրվա համար չէր խոսի Աստված, Աստծո խոսքում գրված չէր լինի, որ մեզ հանգիստ է մնում, մի հանգիստ կա, որ Աստված նախատեսել է։ Եվ այդ խոստմունքը նոր ուխտի բոլոր հավատացյալների համար է, եւ այդ հանգիստը, որ Աստված նկատի ուներ, պիտի հնարավոր դառնար Գողգոթայի խաչի վրա, Տիրոջ եղած արյան շնորհիվ նրա ճաշակած մահվան արդյունքում։ Այդ հանգիստը այդպես էլ անհասանելի կլիներ ու կմնար, եթե Տերը չգար ու չմեռներ խաչի վրա։ Եվ Տերը այդ գինը վճարեց մեր Տերը, նպատակ ունենալով, որ մեզ մտցնի այդ ճշմարիտ հանգիստը իր։ Մարդը հանգստի կարիք ունի։ Մեր ծնված օրից, իհարկե մանավանդ գիտակից տարիքում, թեև երեխա ժամանակ էլ, մենք միշտ փնտրում ենք հանգստանալ մի տեսակ։ Մեր հոգու աշխարհը չի կարողանում իրապես գտնել այն հանգիստը, որի մեջ քիչ թե շատ մենք երկարատև մնանք։ Փորձում ենք ինչ-որ բաների մեջ գտնել այդ հանգիստը, մարդը այդպիսին է։ Ու երբ որ մեծանում է տարբեր ձգտումների եւ վերջապես իր ծրագրերի ի կատար ածելու արդյունքում մտածում է, որ նա վերջապես կբավարարվի, հանգիստ կգտնի, բայց այդպես էլ մարդը չի գտնում հանգիստ։ Մենք լավ գիտենք ինքներս, որ առանց Աստծո ապրում էինք, միշտ փնտրտուքի մեջ էինք եւ ոչ մի բան, ոչ մեկը չտվեց մեզ հանգիստ։ Եկեք համաձայնվենք, որ դա այդպես է։ Անկամ շատ սիրելի, փափագելի, չէ, մեր երեխաները, մեր ընտանիքը, հարազատները, ոչ մի բան չտվեց հանգիստ։ Եվ փառք Տիրոջը, որ Աստված այդպես կամեցավ եւ մեծ ողորմությունը հասավ մեզ, ինձ հասավ եւ քեզ, եւ Աստված լուսավորեց մեր աչքերը եւ ցույց տվեց ճամփան եւ հնարավոր դարձրեց, որ ես եւ դու գանք եւ գտնվենք այն տեղում, այն վայրում, ոչ թե ֆիզիկական վայրում, այլ հոգևոր այն վայրում, որովհետև Աստծո ներկայությունը, որովհետև Աստված ինքը հոգի է, եւ ինքը հնարավոր է դարձրել, որ մենք հաղորդակցվենք այդ ճշմարտության հոգու հետ,
Սուրբ Հոգու հետ, ոչ թե դրսից, այլ ներսից, նա ուղարկեց բոլոր իր զավակների մեջ, որպես խոստացված պարգև, որ Սուրբ Հոգին գա, որ իդեմս Սուրբ Հոգու ինքը Աստված, երրորդությունը գա եւ բնակվի մեր մեջ։ Եվ մեզ բերի իր հանգիստը, որովհետև ուրիշ ճանապարհով մարդը չէր կարող, որպես հոգեղեն էակ, գտնել իրական հանգիստ։ Մարդու հոգին հանգչում է, հանգստանում է մի դեպքում միայն, երբ հանդիպում է իր ստեղծող, իր արարիչ, հոգիների հոր հետ, արարիչի հետ, նա հոգի է և մեզ է հոգի որպես ստեղծել, թեև ժամանակների մեջ մենք մարմնի մեջ ենք, մեկը եկավ ասեց, ես ուզում եմ վարդապետ քո հետևից գամ, ուր որ երթաս, Հիսուսը սավ անոր 8:20 Մատթեոս, բայց մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի։ Ինչ էր ուզում ասել Հիսուս այս խոսքով։ Իհարկե գլուխը դնելու տեղ նշանակում է հանգստանալու տեղ չունի։ Գլուխը դնում են հանգստանալու համար։ Եվ ինչու չուներ, չգտավ կամ այդպես էլ Հիսուսը երկրի վրա, որ եկել էր, այդ գլուխը դնելու տեղը իրեն համար չգտնվեց։ Որն էր այդ տեղը, որտեղ Հիսուսը կդներ իր գլուխը եւ կհանգստանար։ Այդ ինչ տեղ էր փնտրում։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Հիսուսը գտավ այդ տեղը։ Եվ մանավանդ երբ որ նա գա իր հարսի հետևից, հարս եկեղեցու հետևից, եկեղեցին Կողոսացիների նամակի մեջ մեկ 18-ն է, նա ասում է նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, Կողոսացիների նամակում, նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, իր մարմինը եկեղեցին, այդ ճշմարիտ եկեղեցին, այն միակ տեղն է, որտեղ այդ գլուխը իր հանգիստը կգտնի։ Ահա թե Հիսուսը ինչու էր ասում, որտեղ այդ ժամանակ դեռ եկեղեցին չկար, նա դեռ պիտի ծնունդ տար այդ եկեղեցուն եւ խաչի վրա այդ երկունքի ցավերի մեջ նա ծնունդ տվեց իր եկեղեցուն եւ Պենտեկոստեի օրը հայտնվեց եկեղեցին։ Սուրբ Հոգին եկավ եւ հայտնեց եկեղեցուն, բնակվելով իրենների մեջ, երբ որ եկեղեցին հայտնվեց, բայց եկեղեցին ընթացքի մեջ է, դարեր շարունակ եկեղեցու այդ կառուցման աշխատանքը շարունակվում է։ Այդ նույն հոգին, որ եկել է, ինքը այդ առաքելությամբ է եկել, որ պատրաստի հարսին եւ բերի բոլոր այն մանրամասներով, այն չափին, այն ձևին, այն բովանդակությանը, որ ամբողջովին այդ հարսը բավարարի, Փեսայի բոլոր, այդպես ասած, բոլոր չափանիշները եւ լինի ամբողջովին նրա ճաշակով։ Ամենամանրուկ դետալների մեջ անգամ Սուրբ Հոգին եկել է, որ մեզ համապատասխանեցնի նրա կամքին, որպեսզի երբ որ գլուխը եւ մարմինը հանդիպեն իրար, նրանք հավիտենական միացումով միացած իրար ապրեն անսահման այդ երանությունը, որը հնարավոր չէ նույնիսկ ներկայացնել հիմա, բայց ահա այդպիսի հեռանկար, այդպիսի ծրագիր կա մեզ համար եւ Տերը ուզում է որ մենք ամեն մեկը չէր եկել երկրի վրա հանգիստ գտնելու, երկրի վրա չէր նրա ուրեմն այդպես սրտի ուզած այդպես հանգիստը, որ նա պիտի որպես մարդու որդի արդեն դարձած բավարարված զգար։ Ես ուզում եմ շենք Ծննդոց գրքից ուղղակի փոքր հատված այնտեղից երկու խոսք երևի հիշում եք առաջի նախ համարը հետևյալն էր, որ ուզում եմ հիշեցնեմ, Ծննդոց 1:31-ում ասում է եւ Տերը տեսավ իրեն հրացը, որ շատ բարի է եւ երկրորդ գլխի 3-ում ասում է եւ Տերը 7-րդ օրը օրհնեց եւ սրբեց եւ հանգստացավ իր գործերից 7-րդ օրը ասում է երբ որ նա ամեն բան ավարտեց 6 օրվա մեջ նախ տեսավ որ ամեն բան բարի է եւ շատ բարի է անգամ եւ 7-րդ օրը օրհնեց նա եւ սրբեց նշանակում է զատեց մյուս օրերից առանձնացրեց եւ
ինչ արեց, հանգստացավ 7-րդ օրը։ Ինքը Աստված հանգստացավ։ Այսինքն ինչ ասել է Աստված հանգստացավ։ Ուժեր էր ծախսել, էներգիա էր ծախսել, հոգներ, բնավ ոչ։ Ասել է, ուրեմն ասելով հանգստացավ, իրականացավ։ Մենք գիտենք, որ Աստված երրորդություն է, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Եվ այնտեղ հենց Ծննդոց գրքում ենք մենք կարդում, որ ասում է եկեք մեր պատկերով մեր նմանության մարդ ստեղծենք։ Ում ասում եկեք։ Բնականաբար հրեշտակներին չի ասում, հրեշտակները արարչագործության մեջ ոչ մի բաժին, մասն ու բաժին չունեն։ Արարիչը ինքն է, ստեղծողը ինքն է։ Ում է դա խոսում, ում ասում եկեք։ Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Որդին կատարողն է։ Իսկ Սուրբ Հոգին այդ ամենը իրականացնող զորությունն է, ուժն է, որ նրա միջոցով է ամեն բան իրականանում։ Ուրեմն ամեն մեկի այդ երրորդության մեջ իր ֆունկցիան, իր անելիքը կոնկրետ ունի, բայց նրանք այնքան միաբան են արել ու անում ամեն բան, նրանց դրա համար նա մեկ Աստված է կոչվում։ Մենք չենք ասում երեք Աստված, երեք Աստծու ենք պաշտում։ Չէ, եռամեկ Աստված։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Եվ այդ Աստվածը, եռամեկ Աստվածը կարդում ենք հանգչեցավ, հանգստացավ իր գործերից։ Արդյոք գործերը տեսնելու արդյունքում թեև կարծես թե տենց է հասկանալի դառնում, բայց որտեղ ինչպես հանգստացավ։ Աստծո խոսքի կոնտեքստի մեջ մենք հասկանում ենք, որ հիշում եք Հիսուսի եկան մեղադրում էին, ասում էին ինչու շաբաթը քո աշակերտները չեն պահում եւ դու էլ չես պահում, չէ, առիթներ եղան։ Մեղադրում էին, ինչու դու հանգստի օրը չես պահում շաբաթը։ Եվ Հիսուսն ասեց, մարդու որդին շաբաթի էլ Տերն է։ Այսինքն այդ շաբաթը խորհրդով, որ Աստված զատել էր, որ պահեն շաբաթը, որի մեջ Աստված հանգստացել էր։ Տերը ուզում էր ասել, որ այդ շաբաթի Տերը որդին է, ուզում էր ասել, որ հայրը իմ մեջ է հանգստացել։ Շաբաթը խորհրդանշում է Աստծո հանգիստը, եւ հայրը ոչ միտեղ ուրիշ տեղ չի հանգստացել ու չի բավարարված զգում իրեն, գոհացած եւ հաճեցած իրեն, բացի որդու մեջ։ Հիշում եք, եւ Հովհաննեսից մկրտվում էր Հիսուսը, ինչ ձայն եկավ երկնքից, երբ որ աղավնակեր Սուրբ Հոգին իջավ նրա վրա։ Սա է իմ սիրելի որդին, որի վրա է իմ ողջ հաճությունը, մի թարգմանության մեջ այսպես է թարգմանում, որի վրա է իմ ողջ հաճությունը, հոր հաճությունը, որդու մեջ է, որդու վրա է։ Դրա համար Հիսուսը այստեղ ասելով, որ որդի մարդուն գլուխը դնելու տեղ չունի, բայց իրականում Հիսուսը վճարեց գինը, որ հայտնվի այն միակ տեղը, որը ամբողջովին կբավարարի կամ համապատասխան կլինի, որ այդ գլուխը դրվի այդ տեղի վրա եւ այդ գլուխը հանգչի, այսինքն բավարարված հանգստանա։ Եվ Աստծո ողորմությամբ իրոք ես եւ դու, որ կանչված ենք Աստծո հետ այդ հարաբերությունները ունենալու, իրական ճշմարիտ կենթանի հաղորդակցությունը, Տերը ուզում է, որ մենք այսօր մեզ հաշիվ տանք։ Ես լինելով այդ հավաքական մարմնի որևէ անդամը, եկեղեցու, չէ, Քրիստոսի, եւ ներկայացնելով հարսին իմ տեղում, իմ ապրած կյանքով, իմ գործերով, իմ ընդհանրապես ամեն ինչով որ ես երկրի վրա հիմա զբաղված եմ, ինչ որ անում եմ, ես ինձ հաշիվ տալիս եմ, որ ես նրա մարմնի անդամն եմ եւ հավաքական այդ հարսի մեջ եմ մտնում եւ Հիսուսը մի օր գալու է նաեւ ինձ տանելու եւ որպես Քրիստոսի ճշմարիտ ներկայացուցիչ երկրի վրա ես որտեղ եմ հանգստանում, ինչով եմ հանգստանում, իմ հանգիստը ինչի վրա է կառուցված ելված։ Տեսեք, աշակերտներից մեկը կար, անունը Հովհաննես, չէ, հիշում եք, մեջներից ամենակրտսերն էր, փոքրն էր։ Պես երբեմն նա իր գլուխը դնում էր Հիսուսի կրծքին, չէ, այդ պսիխոզ կա գրված։ Հիսուսի կրծքին էր դնում
Ինչ եք կարծում, են մյուս աշակերտները, եթե նույնպես ուզենային Հիսուսի կրծքին դնեին իրենց գլուխը։ Հիսուսը կասեր, չէ, միայն Հովանեսի համար է, որ կարելի է, որ նա իր գլուխը դնի իմ կրծքին։ Բնական է, որ ոչ, բայց ինչպես էր, որ Հովանեսն էր մեջներից համարձակվում իր գլուխը դնի վարդապետի, իր սիրած վարդապետի կրծքին, որտեվ նա ավելի էր նրա սիրո այդ նվիրումի արդյունքն էր դա, որ տալիս էր նրան համարձակություն, այդպես սիրում էր նա իր վարդապետին, եւ ինքը իրեն հանգիստ էր գտնում, լավ էր զգում նրա կրծքի վրա գլուխը դնելով։ Պատկերավոր ասած, մենք մեր գլուխը հիմա որտեղ դնելով ենք մեր հանգիստը գտնում, իրոք մեր վարդապետի կրծքին ենք դնում, այսինքն նրա մեջ ենք մենք մեզ գտնում հանգիստ, նրա ներկայության մեջ, որ հանգիստն է, որ Տերը նայում է, չէ, մենք իսկապես արդյոք մենք կարևորել ենք ու կարևորում ենք այն հանգիստը, որը Տերն է կարևորում։ Եսայի մարգարեության 66-րդ գլխում հենց սկզբից 2-3 համար երկու խոսք կարդամ։ Առաջի երկրորդ խոսքերը 66 Եսայի։ Տերը այսպես կսե. Երկինքը իմ աթոռս է ու երկիրը իմ ոտքերուս պատվանդանն է։ Այսինչ տուն է, որ ինձի համար կշինեք, եւ այսինչ տեղ է իմ հանգստությանս համար։ Ասես ինչ տեղ եք սարքում, ես ինչ տուն եք սարքում, որի մեջս ձեզ ես պի հանգստանամ։ Այն երկրավոր տաճարը, որ սարքում էին, այսինքն վերակառուցում էին, եւ Տերը հարց է տալիս, որտեղ ես պի հանգչեմ, իմ հանգստի տեղը որն է, ես տուն եք սարքում։ Երկրորդ խոսքը ասում է, քանզի ասոնց ամենը իմ ձեռքս շինեց, ասոնց ամենը եղանքս է Տերը, բայց ես ասոր պիտի նայեմ։ Տեսնեք Տերը ինչ է այստեղ կարևորում։ Այսինքն խոնարհին, կոտրած հոգի ունեցողին ու իմ խոսքեր դողացողին։ Ես ասոր պիտի նայեմ։ Ես այսպիսի մարդուն պիտի նայեմ։ Ահա թե որտեղ է իմ հանգիստը։ Երբ որ ես գտնում եմ մի մարդ երկրի վրա, որ այդպես իր անձը խոնարհացրել է իմ առջև, եւ կոտրած հոգի ունի, եւ իմ խոսքից դողում է, այսինքն դողումը այդպես արժևորում է իմ խոսքը, այդքան թանկ է իր համար իմ խոսքը, այ իմ հանգիստը այդ մարդու հետ, այդ մարդու մեջ է։ Տերը եկել է մեր մեջ, նա բնակվում է մեր մեջ։ Բայց հանգչում է մեր մեջ, հարց եմ տալիս։ Կարող ենք վստահ ասել, որ Սուրբ Հոգին Աստված իմ մեջ բնակվող, իմ մեջ հանգիստ է գտել։ Ես կարևոր հարց եմ տալիս։ Նա եկել է, որ քո մեջ իմ մեջ հանգիստ գտնի, բայց գտել է գտնում այդ հանգիստը։ Ես կարդացի որտեղ է, ինչպիսի մարդկանց մեջ է գտնում, ասում է, ես նորից կարդամ, բայց ես ասոր պիտի նայեմ։ Այսինքն խոնարհին, կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքից դողացողին։ Ահա թե որտեղ է ինքը հանգի, ասում է, թե չէ ինչ տուն եք սարքում։ Մտածում եք ես այդ տան մեջ իսպի լավը զգամ, բավարարված, հանգիստը զգամ։ Գաղատացիների նամակում հիշում եք այդ խոսքը, ասում է, մի խաբվեք, չէ՞, Աստված կոչ է անում մեզ, մի խաբվեք։ Աստված չի ուզում, որ որևէ մեկը խաբված կանգնի իր առաջ, բայց ցավոք որքան խաբված մարդիկ են կանգնելու իր առաջ։ Ու մանավանդ որքան ցավալի է լինելու, որ հենց հավատացյալներից որքան խաբվածներ պիտի կանգնեն իր առաջ, որոնք ցավոք չուզեցան կամ չիմացան վերջնարդյունքում չկարևորեցին այն, ինչ որ Տերը ուզում էր, որ մենք կարևորենք։ Դու ընտրված ես սիրելի հոգի, ոչ ավել, ոչ պակաս, նրա հանգստի վայրը լինելու, լսում ես։ Տերը ուզում է քո մեջ հանգստանա, դու համապատասխանում ես այդ չափանիշներին։
Դու հենց այդ վիճակը, որը կարևորում Աստված, ունես քո սրտում։ Ով է ես, ով ես դու, որ ես լինեմ միջոց մի տեղ, որտեղ Աստված իր գլուխը դնի եւ հանգստանա։ Այդպես է կամեցել Աստված։ Ես կոչ եմ անում զգաստանալու եւ լրջանալու բոլորիս։ Պատասխանատվությունը մեր նորոգելու իսկապես, որ դու ես կանչվել ենք ինչ անելու, ուղղակի բան անելու այդպես, հավաքույթներ անելու, երգելու, շատ լավ է հավաքույթները, շատ կարևոր է։ Երգելը, աղոթելը, կարդալը, վերջապես ծառայությունները, բայց գլխավոր նպատակը ո՞րն է։ Որ մեր հոգիները փրկվեն, դժոխք չգնանք, փրկվենք, արդյոք Տիրոջ հոգին դրանից իսկապես բավարարված ազգում, որ մենք այդպես ենք մտածում, նա ուզում է, որ ինչպես արդեն կարդացի, որ մենք մեր գլուխը ուրիշ մի բանի վրա չդնենք հանգստանալու համար, ուրիշ մի տեղի վրա, ուրիշ դա կլինի մարդ, թե ինչ որ այնքան բաներ կա, չէ՞ որ մարդը իր հանգիստը փորձում է, ինչպես արդեն ասացի, ու ինչքան եմ մոտս կպցնում սրան, ինչքան բաներ կան, որ մարդը փորձում է դրանց մեջ տեսնի, իր գլուխը դնում է հանգստանալու համար, պատկերավոր ասած, չէ՞, իր ընտանիքի մեջ է ուզում գտնել այդ հանգիստը։ Երեխաների մեկն ամուսնու, մյուսը կնոջ հնարավոր է, կամ ինչու՞ չէ, մեկը իր ապահովությունը, իր բավարարվածությունը գտնում է կամ փորձում է գտնի, այսպես պաշտոնյա մի քերու հոր եղբոր վրա միգուցե գլուխը դնի, իրան ապահովը զգալու համար, հանգիստը զգալու։ Ինչի վրա ենք դնում մեր, ում վրա ենք դնում մեր գլուխը։ Մեր հանգիստը որտեղ ենք մենք տեսնում իրական հանգիստը։ Ինչու՞ չէ, ոմանք էլ կարող է իրանց հանգիստը հենց իրանց ծառայության վրա են կառուցում։ Դե գնացի, արեցի, լավ է, որ արեցիր, ինչի, որ իհարկե եթե Տիրոջմով Տերը դրել է այդ բանն անելու եւ արեցիր, բայց Տերը չի ուզում մենք մեր արած գործերի վրա հանգստանանք։ Մենք միշտ Աստված ուզում է, որ իր մեջ մենք գտնենք մեր հանգիստը։ Եվ մեր գործերը հետևանք լինեն իր մեջ մեր հանգստանալու։ Այդ վայելչությունը, այդ նրան որպես կյանք ապրելու հետևանք թույլ տալու, որ ինքը գործի մեր մեջ եւ արդյունքում գործվեն են գործերը, որը իրան հենց կբավարարի, բայց մենք ուրախանանք, բավարարված լինենք իր ներկայությամբ, իր մեջ լինի։ Հասկանում եք։ Ում որ սիրում է մեկը, ուզում է նրա ներկայությունը վայելի, ուզում է նրա ներկայության մեջ գտնվի։ Եվ իրան հանգիստ ու այդպես ասած հարմարավետ ազգում հենց նրա ներկայության մեջ։ Տերը նայում է մեզ, իսկապես մեր ներսում այդպիսի սիրտ կա, նրա ուրեմն չափանիշներով, մյուսն էլ մեկն էլ իր հանգիստը գլուխը դնում է իր հարստության վրա, չէ՞, ինչքան մարդիկ է իրենց բավարարվածությունը կամ իրենց ապահովությունը իրենց ունեցվածքի վրա են դնում։ Մեկը իր կրթվածության վրա, մեկ հազար ու մի բանի վրա։ Իսկ դու, իսկ ես իմ գլուխը որտեղ ենք դնում, որտեղ ենք մեզ լավը զգում, որտեղ ենք ապահովը զգում։ Արդյոք նրա ներկայությունը ամեն ինչից վեր է մեզ համար։ Սա գործնականում Տերը ուզում է տեսնի, որ դա այդպես է, լսում եք։ Եվ ասեմ, ամփոփելով խոսքս, իհարկե ոմանք էլ դել չէ, միջոցը հանգստյան տուն են գնում, ինչ որ բաներ են, ուղեգրեր են ճարում, վերջը հիմա կամ ուրիշ երկիր են գնում, ուրիշ չգիտեմ, քաղաքներ են գնում, կամ գնում են շրջագայության հանգստանալու, հանգստի տուն եւ այլն։ Դու ուր էլ գնաս, դու քո հետ չես։ Քեզ տանում ես հետդ, բայց դու քեզանից հանգստանալու կարիք ունես։ Խնդիրը սա է,
Մարդը խապված մտածում է, որ գնամ տնեցիներից կտրվեմ մի քիչ հանգստանամ։ Այդ տնեցիները չեն քեզ խանգարում։ Եվ ոչ էլ հարևանը կամ չգիտեմ, այս ինչ է, այն ինչ է։ Մեզ մարդուն խանգարողը իր հին բնությունն է, իր եսի թակավորությունն է։ Յա, այդ ինչ ասեցիք ինձ։ Այդ խիտենց իմ այդ թարս նայեցիք, չգիտեմ ինչ աս։ Մարդ է սա։ Եվ Տերը մեզ եկել է, ես հաճախ եմ ասում, իհարկե ավետարանի խոսք որպես ճշմարտություն, ինձ, քեզ Տերը մեզ եկել է մեզանից ազատի։ Լսում եք։ Սա է Աստծո փրկության ծրը, եկել է ինձնից փրկի։ Մտածում են շատերը դա եկել է սատանայից փրկի։ Եվ Աստված լավ է տեսնում, ովքեր են, որ իսկապես իրենք իրենց մերժած եւ Տիրոջ ներկայությունը վայելող մարդիկ ամեն օր իրենց անձը դնում են զոհասեղանին, իրենց համար ապրելը, հակառակորդը տեսնում է, զանազանում է։ Եվ ովքեր են ուրախանում, հանգչում Տիրոջ ներկայությամբ եւ գտնվում նրա հանգստի մեջ։ Եվ Փառք Տիրոջը ավարտելով խոսքս իսկապես ուզում եմ ասել հետևյալը. եթե դու դեռ գործնականում չես գտել քո հանգիստը նրա մեջ, նայել դեռ քո մեջ անհանգիստ է, նայել չի հանգստացել քո մեջ։ Նա եկել է մեր մեջ, որ մեզ բերի իր մեջ, այս փոխադարձաբար իմ մեջս կեցեք եւ ես ձեր մեջ, կեցեք ապրեք փոխադարձաբար իրար մեջ։ Եթե դու իր մեջ գտնվելն ու իր մեջ ապրելը, իր ներկայությունով ամեն բան պայմանավորելը, եթե չես կարևորել, այսինքն ինքը չի քո հանգիստը, Տերն էլ հələ դեռ քո մեջ հանգստացած չի։ Բայց մինչև գալը նրա, մինչև Տիրոջ մեր հետևից գալը, մենք պետք է հասցնենք Սուրբ Հոգու օգնությամբ, դրա համար է եկել, որ մեզ համապատասխանացնի Փեսայի ողջ ճաշակին, ինչպես արդեն ասեցի, որ մեզանից, մեր հին մարդուց, մեր էությունից հին ոչինչ չմնա, ամեն ինչ փոխի եւ համապատասխանացնի նրա կյանքի հետ, ինչ որ նրա կյանքից է բխում, նրա կյանքը մեր մեջ է, ինքը եկել է մեր մեջ բնակվում այդ կյանքի հոգին, բայց արդյոք մենք այդ տեղը, այդ ազատությունը տվել ենք ու տալիս ենք, որ ինքը իրան ոնց ուզում է դրսևորի ու մեզ փոխի այնպես, ինչպես ինքն է ուզում, եւ դարձնի ճիշտ այն փափագելի հարսը այդ օրտնյալ Փեսայի համար, որի հետևից նա գալու է շուտով։ Նայա քո հանգիստը, Փեսանա քո հանգիստը, սիրելի հարս, թե կողքից Փեսայից բացի ուրիշ ինչ-որ բաների մեջ էլ ես դու ուզում քեզ լավ զգաս, քննենք մեր սրտերը, եկեք ոտքի կանգնենք, իրոք, անկեղծ ասենք Տեր, այսքան տարվա հավատացյալ եմ, խի է անհանգիստ իմ սիրտը, ինչու է մի փոքր բան լինում, ես սկսում եմ խառնվել, ուր գնաց իմ խաղաղությունը, ինչ եղավ, չէ որ քո ներսում գտնված, այսինքն իրականության մեջ քո ներսի, այդ հանգիստը հեշտ չի, որ ինձնից վերցնեն։ Մենք պետք է սովորենք, իրոք, ի գործ տնենք, թույլ տանք, որ Սուրբ Հոգին այդ օրհնյալ չափին կամ վիճակին բերի մեզ, որքան հնարավոր է շուտ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։